Привет, Ռոբ։ Լացի պատ Մոսկվայում։ Մենք էլ ասում ենք այս շաբաթ էսինչ ներ ռոբասերժական փոխադարձ հրետակոծություններ սկսվել։ Իրար դնգստում են մի ուրիշ ձև, բայց հերթով։ Ուրեմն, վերջերս տեղեկություն տարածվեց, որ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիրիենկոն դարձել է Հայաստանի հարցերով կուրատորը կամ քոչարյանական լեքսիկոնով Հայաստան նայողը։ Դրանից հետո, հիմա երբ գնաք Մոսկվա, այնտեղ Կրեմլի պատերի տակ լիքը ծանոթ դեմքեր կտեսնեք, ընդդիմադիր դաշտի ազգափրկիչ դեմքեր։ Սա գիշեր այնտեղ սառում փետանում են, մենակ թե Կիրիենկոն մի հատ իրենց բարևի, ու բոլորն էլ նույն նպատակով են գնում։ Սերգեյ Վլադիլենովիչ, իմ վրա ստավկա դրեք, ես ձեր ուզած մարդն եմ, Հայաստանում սաղ հարցերը կլուծեմ, ձեզ ինչ պետք է, կանեմ։ Օբլիկո ամորալ է։ Բայց ես թվում է Քոչարյանն ինչի է սենց թրփոշացել, մեյդան ընկել, հարցազրույցներ է տալիս, նայեզդներ է անում Սերժ Սարգսյանի ու նրա թիմակիցների դեմ։ Մի ամիս ու կես առաջ գնացել էր Մոսկվա ղավուր լիներ։ Հիմա այս 2 օրը նորից գնաց, եկավ, հավաքեց սեփական մակնիշի լրագրողներին ու հայտարարեց, որ ինքն է գերագույն ու գլխավոր փրկիչը, լավագույն քրայսիս մենեջերը ու վաբշե Նիկոլ Փաշինյանին մնացել է 227 օր։ Չգիտենք, ոնց որ թե այդքան է մնացել հաջորդ խորհրդարանական ընտրություններին։ Հիմա մնացել է 424 օր։ Յանի Կրեմլում ընդունել են իր Չելոբիտնայան։ Մնում է, որ այստեղ ընդդիմադիր դաշտը մաքրի Սերժ Մերժական էլեմենտներից։ Դրա համար են այսպես Սերժ Սարգսյանին տոպկում։ Մենակ Շանթ Հարությունյանի հետ կապված պատմությունն ամեն ինչ ասում է։ Թարսի պես Կրեմլի պատերի мот ուրիշ մարդիկ են եղել։ Եսիմ Լավրովը եկավ Հայաստան, թփթփացրեց Արարատ Միրզոյանի ուսը, թեբա Насчет уголовника. Я бы сказал, пусть будет уголовник. Ու մինչ Քոչարյանը կատաղած կրծոտում է պրոշները, Սերժ Սարգսյանն էլ այնտեղ կծեց իրեն։ Ինքն ինչա մեծ հերոսություն ա մի տարի նստելը։ Մի խոսքով, կծես չայ խմես տեսարանների սեզոնը բացված է։